Քվանտային սխալների ուղում։ Ինչ է իրենց ներկայացնում սխալների ուղում, ընդհանրապես քվանտային մեխանիկան, քվանտների հետ կապված խնդիրը շատ կարևոր է, որովհետև եթե մենք ուզում ենք համակարգիչ ստանանք քվանտային, ապա իրենք այդ էլեմենտները պետք է գտնվեն նախորդ դասում ենք անցել կամ դասերում կոհերենտ վիճակում, այսինքն իրանք պետք է սուպերպոզիցիա պահեն, սուպերդիրք պահեն, եւ ось այդ սուպերդիրքը պահեն, մենք իրան -273 աշճան բարձր, ասենք, հաղորդիչների, ցածր դիմադրության կամ գերհաղորդիչներով անենք, կամ իոններով, կամ ատոմներով, կարևոր չի։ Ուրեմն ստացվում է, որ եթե մենք ուզում ենք, ցանկանում ենք համակարգիչ աշխատացնել եւ ոչ միայն համակարգիչ, քվանտային կապ եւ այլն, ապա այդ մասնիկները բարդ ձևով, դժվար ձևով պետք է պահել սուպերդիրքում։ Պայմանավորվել ենք, որ եթե սուպերդիրքում եք պահում, այդ մասնիկը կոչվում է կոհերենտ։ Այսինքն ինքը տեղը չի փոխում, ինքը կանգնած սպասում է մեզ։ Եվ հուշքիրի օրենք, այսինքն դեռ չգիտենք 0.1, բացարձակ տեղյակ չենք, բայց անպայման IT է կանգնելու, այսինքն bit է կանգնելու, այսինքն կլասիկ 0.1 է կանգնելու։ Դա լինի ֆոտոն, լինի սպի, լինի իոն եւ այլն։ Լինի Majorana Microsoft-ի։ Հիմա երբ որ ինքը տենց վտանգավոր վիճակ է եւ աղմուկների նկատմամբ անչափ զգայուն է, սկսած նեյտրինոները, որ կոսմոսը կրակում է մեզ, վերջացրած ցանկացած գրավիտացիոն շարժում, վերջը շատ դժվար է։ Ահա ինքը դեկոգերենտ վիճակ է անցնում։ Չհասցրած մեր սխեման աշխատի, արդեն փոքր սխեմաներ տեսել եք։ Ինքը դեկոգերենտությունը, ինքը 0.1-ը որոշում է դեռ իմ սխեման վերջնական չաշխատած։ Սխալ է տեղի ունենում եւ պարզ է, սխալների ուղղման տեխնոլոգիան մենք պետք է կարողանանք ունենալ։ Այսօրվա դրությամբ համակարգիչները չեն ստացվում հենց նրա պատճառով, որ այս կոհերենտության հարցը չեն կարող լուծեն, ասենքն 100 եւ այլն էլեմենտներ, որ ցանկանում են մանավանդ զույգ էլեմենտները գտնվում են, ասենք, խճճված rectangle վիճակում, նրանց կոհերենտ պահելը շատ դժվար է։ Եվ եթե բիթերը ավելացնում են, այդ կոհերենտությունը կորցնում է, ինքը միշտ սխալվում է, միշտ ինչ որ մի բիթ համահանում է, այսպես, եթե հայերեն ասենք։ Ուրեմն ստացվում է, որ սխալների ուղղումը շատ կարևոր դեր է խաղում եւ այսօրվա դրությամբ հիմա բոլոր ֆիրմաները դրա հետևից են ընկած։ Ինչ կարող եմ ասել, ֆիզիկական, օրինակ, բիթեր, այստեղ ես ունեմ։ Այո, 1000 հատ քյուբիտ ինչ որ մեկը ստանում է, բայց նրա սխալի աշճան այնքան մեծ է կամ բավարար չի, պետքա 10 ինչ որ մինուս քանի աշճան լինի։ Իսկ հիմա ասենք, չգիտենք, 13, 16, չգիտենք մինուսները ոնց է։ Ահա ստացվում է, որ ֆիզիկական էլեմենտները դեռ բավարար չեն համակարգիչ քվանտային նորմալ կոչվելու։ Ուրեմն որևէ մեկը, որ ձեզ համակարգիչ կառաջարկի, հարցնում եք տրամաբանական քյուբիտների քանակը։ Տրամաբանական քյուբիտները խումբ քյուբիտներ 100 հատ, 5 հատ, 8 հատ, 1000 հատ, եւ հիմա մոտավորապես միլիոնի մասին են խոսում, մի քյուբիտի դեր է խաղում։ Ստացվում է, որ եթե տրամաբանական քյուբիտ է, մեծ քանակի դեպքում եւ ունենալով սխալների ուղղում, մենք կարող ենք ինչ որ մի հատ սահման կա, որից ներքև թույլատրվում է։ Օրինակ, կլասիկ կոմպյուտերներում, կլասիկ համակարգիչներում մենք այդպիսի բան ունենք։ Կլասիկ համակարգիչներում սխալների ուղղում միշտ կա, մենք չենք նկատում։ Այսինքն եթե 0.1.1.0 ինչ որ ռեգիստրա 32 կամ 64 բիթանոց ռեգիստրա, սա սովորական CPU-ն է մեր համակարգիչն է։ Ինքը օրինակ, ասենք 0.1.1.0.1, ստեղ պահում է, ասենք մեկերի քանակը պետքա զույգ լինի, 1, 2, 3, 4, 5, 6, ստեղ 0 է դնում։ 1, 1, 0, 0, 0, 0, 0, 0, 0, ինչ որ բան, 1, 2, 3, 4, 5, մեկի քանակը պետքա, ուրեմն զույգ լինի, ստեղ 1 է դրվում, սա հսկողն է։ Այս սա կոչվում է բիթերի հսկում, սա նշանակում է, որ նույնիսկ եւ կա այդպիսի բան, համակարգիչներում, կլասիկ համակարգիչներում սխալ է տեղի ունենում, ասենք սա խախտվեց։
ինքը հասկանում է, որ սխալ է տեղի ունեցել, գումարը 0 չտվեց։ Եվ ուղում կա, այսինքն օպերացիան կրկնում է, կրկնել։ Այսինքն կլասիկ համակարգերում նորմալ է, մեր սովորական համակարգիչներում նորմալ է։ Ինքը ուղղակի կրկնում է օպերացիան եւ հետո նորմալ է լինում, սա մի բիթանոց հսկում է, կա 3 բիթանոց, ավելի խելացի բաներ, ապա կրկնելուց հետո ոչ մի խնդիր չկա։ Դրա համար ես հենց հիմա ձեզ հետ խոսում եմ իմ համակարգչով եւ ոչ մի սխալ տեղի չունեցել։ Նույնիսկ եթե մի բիթ որոշեց վատան, կրկնելու օպերացիան, եթե դա չի փչացել RAM-ում եւ այլն, եւ ինքը կաշխատի։ Այդպիսի բան կլասիկայում կա, բայց քանի որ կոպիա թույլատրվում է, եկեք կոպի մի հատ հզոր էլեմենտ ես ձեզ ցույց տամ, կոպի, քանի որ կոպիա թույլատրվում է, այսինքն հին ծրագիրը կարելի է կրկնել նույն վիճակում, եղած սիտուացիան կոպիայով, ապա բանից պարզվում է կլասիկան թույլ է տալիս սխալները ուղղել։ Հիմա սխալները ուղղել քվանտայինում յուրօրինակ ձևով է, որովհետև մենք գործ ունենք քվանտային աշխարհի հետ, մենք գործ ունենք կարճ ասած քվանտային վիճակի հետ, սուպեր դիրքի հետ, առավել եւս եթե խառնաշփոթը մի ուրիշ աշխարհ էլ դա է, այսինքն գտնվում են կապվածության մեջ, ակնթարթային կապի մեջ, ապա ստացվում է, որ այստեղ այլ ալգորիթմներ, այլ մոտեցումներ, կարճ ասած մենք պետքա կարողանանք qubit-ի հնարավորին չափ սխալների ուղում կատարել։ Այսպիսով, մենք գիտենք, որ եթե կլոնավոր բացառում, կլոնավորման բացառման օրենք գոյություն ունի, քվանտային այդպես, կորչում է օրինակը ռեկտանգլի ժամանակ ենք իմացել, ապա կլոնավորման բացառման օրենքը թույլ չի տալիս կլասիկայի նման փորձել սխալները ուղղել։ Բա ո՞նց անենք։ Ոնց պետք է անենք, պետք է մտնենք այդ աշխարհը, անցնենք այս վերնագիրը, քվանտային սխալների ուղումը փորձենք մեր այսպես գեյթսերով, մեր փոխանջատիչներով խնդիրը լուծել, եւ այդ օրենքի կլոնավորման բացառման օրենքը վնասում է կամ դժվարացնում է համակարգչի վիճակ, այսինքն քվանտային համակարգիչը հեշտ չի ստանալ մեր ուզածը։ Պետքա կրկնել քյուբիտերը ֆիզիկականը տրամաբանական սարքել։ Սակայն ինքը մեզ կօգնի մի այլ տեղում հաջորդ դասնա որքան հիշում եմ։ Ինքը տելեպարտացիային կօգնի, ինքը ինֆորմացիայի գաղտնագրությանը կօգնի, ինքը ինֆորմացիան, բնությունը ինֆորմացիան գաղտնագրումը պաշտպանել է քվանտային մակարդակով, կտեսնենք ինքը ինչի է դա ինչ հարցի է գնում։ Ինչևից է, բանից պարզում է, որ ավելցուկային բիթերի տեխնոլոգիան գուցե մեզ մոտ էլ կիրառենք, գուցե շատ կիրառենք, կարճ ասած, մեզ պետքա տրամաբանական քյուբիտները ավելացնել, այ հիմա ամբողջ աշխարհը միլիարդներ ներդնելով այդ գործին է իրեն տրամադրում, այսինքն կարողանում է փորձում է կամ ավելի շուտ քյուբիտները շատ-շատացնել եւ բանից պարզում է դրանք արդեն տասնյակներ հազարներ, այսինքն եթե 100 նորմալ քյուբիտ ունենանք, դա արդեն լուրջ խնդիր է, սխալի ուղումն լինի -10 քանի աշճան, 15 եւ այլն, ապա 100 քյուբիտով շատ մեծ քանակությամբ խնդիրներ կլուծենք։ Ինչու՞։ 200 աշճանը մի հատ արագ մտածեք, ինչ է, ոչ մի կլասիկ կոմպյուտեր երազել միլիարդ տարում դա չի կարա հաշվի։ Այսպիսով, մենք ունենք մեր հիմնական գաղափարը, ինչքան շատ քյուբիտներ կա, արավ մեզ պետք է կարողանանք այդ շատ քյուբիտների միջոցով աշխատանք կատարել։ Եվ մենք սխալները հայտնաբերել ուղղելու համար մենք պետք է այնպիսի հրամաններ անենք, որպեսզի մենք մեզ չփչացնենք, այսինքն չչափենք։ Առանց փլուզելու, եթե կարողանանք, առանց քվանտային վիճակը, սուպեր վիճակը փլուզելու, եթե կարողանանք կատարենք, ապա մեզ մոտ կստացվի հաջողություն։ Այսպիսով, ինչպիսի ձևեր կան։ Մենք այստեղ IT տեսակետից, այսինքն ինֆորմացիոն տեսակետից, ոչ ավել, ստեսություն ֆիզիկա, ստեսություն ինչ որտեղ մաթեմատիկա, մենք ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետ ենք, բիթն ենք սիրում, այսօր էլ քյուբիտ է դառել այդ անվանումը եւ իր ամեն ինչով։ Նշենք քվանտային սխեմաների ուղղման ձևեր, ասիլիա քյուբիտներ, օժանդակ քյուբիտներ ենք ստեղծում, որպեսզի փորձելու համար առանց վիճակը փլուզելու միջանկյալ կամ օգնող կարճ ասած միջնորդող քյուբիտների առաջացում, սինդրոմ չափումներ, հնարք, որը թույլ է տալիս հայտնաբերել սխալները առանց ինֆորմացիայի կորուստի, ուղիչ գործողություններով, Pauli XYZ-ը մեզ կօգնի, սինդրոմ է կոչվում,
անսիլա կոչվում սա, անուններն ենք փորձում, fluid tolerant case, փոխանջատել, որ սխալները չեն տարածում համակարգում, հետաքրիր է, թե սխալա տեղի ունենում, լոկալացվում է, բարդ է, մենք այդտեղ չենք խորանա, տոպոլոգիական կոդ սխալների ուղղում, որտեղ ինֆորմացիան պահում է տարածական վրիպական կառույցների միջով, բացարձակ անհասկանալի։ Հիմա սա ուղղակի թվարկում էր, նույնիսկ կարող եք չլսել։ Այստեղ մեզ իսկապես սինդրոմն է շատ պետք գալիս, եւ այստեղ մեզ շատ է պետք գալու անսիլիա միջնորդները։ Մենք օրինակով դա կապացուցենք, եւ ունենք օրինակ, հենց օրինակը հասկանանք, մեզ համար արդեն հաղթանակ կլինի։ Bit flip սխալ, այսպիսի ինչ է կատարվում, սա կլասիկայի նման է արվում, ունեմ մի հատ սուպեր դիրք վիճակ, չմոռանանք, որ սա քվանտային վիճակ է, հավանականությունով 0-ի 1-ի A քառակուսի B քառակուսի գումարած հավասար է 1 հավանականությամբ, ֆազային շեղումով կարա լինի եւ այլն եւ այլն եւ այլն։ 3 քյուբիտ ենք իրան ստեղծելու, flip bit-ա կոչվում է, 3 քյուբիտի դեպքում, եթե որևէ տեղ սխալ լինի, իմ ասած օրինակն է, այսա։ Այսինքն սրա պոչ սարքում այս կողքը եկեք սարքեմ, այսինքն փորձեմ այս մասից օգտվել կամ ներկայացնել, այս մասում 3 հատ քյուբիտ է առաջացնում։ Եվ մի քյուբիտ, 2 քյուբիտ, 3 բե կլասիկայից եմ բերում, էլի։ Եվ այս 3 քյուբիտները բանից պարզում է։ Մենք կարող ենք ոնց որ ստեղ գումարը պետք է լինի կենտ, այսինքն ստեղ մենք կունենանք S բիթի արտապատկերում, այսինքն S բիթի արտապատկերում 3 հատ։ S 0-ն 3 տեղ, S1-ը 3 տեղ, S1-ը 3 տեղ, S1-ը 3 տեղ։ Ուրեմն ամեն մի բիթին 3 հատ առանձին բիթ առանձնացնենք։ Այդ նույնը հիմա կտեսնենք մեզ մոտ։ Ինչ անում։ Ասում է, որ ենթադրենք ունենք մի բիթ, նրան սարքում ենք արդեն հատուկ գիտնականները գտել են այդպիսի տեխնոլոգիաներ, Ջիհազ Z-ա կոչում, Z-ը Սելինգերն է, որը Նոբելյան մրցանակ է ստացել, մյուսների գիտնականներին լավ չգիտեմ, այսպիսի վիճակ, սա կոչվում է եռակի rectangle, այսինքն եռակի կապվածություն, եռակի անորոշության կամ խճճվածություն, ոնց ուզում եք ասեք։ Ուրեմն 3 քյուբիտ ենք ստեղծում 0 0 0 1 եւ սենց ենք աշխատում, որևէ տեղ բիթը փոխվեց, մեր սիստեման, եթե այդպիսի հրամաններ մենք հնարենք տեսնենք, Պաուլի ֆազայի շեղում եւ այլ գուցե եւ մեզ կօգնի։ 3 բիթերը պահում են նույն ինֆորմացիան եւ որևէ տեղ որ շեղվում է, ապա այդ ինֆորմացիան մեզ մոտ պետքա վերցանել։ Ալֆա 010 B010 արդեն փոխվեց։ Քվանտային վիճակը արդեն փոխվեց եւ մենք իրան պետքա կարողանանք ուղղել։ Չմոռանանք, որ վիճակը բազմակյուբիկ entangle վիճակ է, այսինքն 3 հատ entangle վիճակ, որում ամբողջ ինֆորմացիան պահում է բոլոր քյուբիտների համատեղ վիճակում, ոչ թե մեկի մեջ։ Եվ առանց քյուբիտի ուրեմն սուպեր դիրքը այս ֆազային ֆունկցիան, ֆազային չէ, ուրեմն ֆունկցիան, ալիքային ֆունկցիան, եթե մնում է նույնը, այսինքն մենք իրան չենք կարող, չենք փոխում, այսինքն ինքը օդում կախված էր 3-ն էլ մնում են, եթե պահում ենք լավ է։ Եվ դա գտել են այդ գիտնականները, անունը GHZ տեխնոլոգիան է, մենք դա հիմա կկիրառենք։ Միանգամից օրինակին էլ ասելու բան չկա։ Պարզ է, իմ օրինակի վերջում կա իր ասեմբլերը, սխեմոտեխնիկականը, IBM-ը շատ է այդպես սիրում եւ մի հատ ամփոփում, թե ինչպես է դա ամբողջը կատարվում։ Copy paste եւ կտեսնենք մեր աշխատանքը ինչպես է գնում։ Խնդրեմ, copy, ծրագիրը արդեն կա paste։ Եկեք իրեն նայենք, ինքը թող աշխատի, ինչ չի խանգարում, իսկ ես պետք է իրան կարողանամ նայել։ Եկեք հետևից նայենք, ունենք use qubit 3 հատ վեկտոր, այսինքն ես հենց հիմա զրոական վիճակով 3 վեկտոր ստացել եմ, ինքը հիմա աղսակ կտա, այսինքն վերջնական արդյունքը 0։ Մենք մի դրան պետք է հասնենք, մենք չգիտենք որտեղ ուղեցինք, որտեղ չուղեցինք, ինչ արեցինք։ Ծրագիրը մեկնաբանում ենք ու դրանով վերջացնենք։ Ունեմ 3 քյուբիտ։ Միջնորդված, ասպես ասած, ավելի պահուստային անսիլիա 0-1 նոր քյուբիտներ ենք ստեղծում։ Շատ լավ,
նորմալ ամեն ինչ, եւ դա իսկ օգնի, այսինքն մեկ վիճակը մենք գիտենք այսպես է լինում եւ նրա անունը կդնենք 50%-անոց, եթե ադամար ենք օգտագործում, այսպես 0 բիթին ադամար ենք անում 50-50 տոկ, բայց super position վիճակում, ուրեմն մենք փոխանջատիչ h ուղարկեցինք եւ շատ երկարևոր երկու գործողություն կոպիա ենք անում, սինոթը լսել ենք, շատ լավ կոպիա անում, ուրեմն մենք 0 բիթը սինոթը անցել է control note-ա կոչվում, ուղարկում ենք այստեղ, սինոթ ենք անում 0 մյուսին, երեքում էլ նույն վիճակն է, շատ լավ, երեքն էլ նույնն է, եւ հիմա ինչա պետք անես, երեք վիճակը կաշխատի, եկեք տեսնենք իսկապես մենք կարող ենք ուղում կատարել թե ոչ, մենք x-ը փոխում ենք 0-ն 1-ի, քանի որ երեքն է 0 է, հիմա եթե x-ը մենք փոխում ենք 1-ի, ապա սխալ տեղ ունեցավ, իրավունք չունենք, դրանք միասին պետք է աշխատեին, հիմա մենք ինչ պետք է անենք, մենք արդյունքը ուրեմն պետք է վերցնենք, ուրեմն ստացվում է, որ ես հենց հիմա պետք է կատարեմ անսիլիայի գործողություն, այսինքն մի հատ սինոթ եմ անում 0-ից 0, 1-ից 0, այսինքն եթե 0 Q1-ը նույն արժեք ունեն, ապա մեզ մոտ 0 է ստացվում, եթե տարբեր արժեքներ են, ապա 1 է ստացվում, փոքր միջնորդ Q-բիտա կարելի է շատ չխորանալ այստեղ, ալգորիթմ ենք մենք բացատրում, եւ վերջապես մենք չափում ենք այ մեր ստեղծած այս անսիլիար տեսակետից, այսինքն մենք 2 Q-բիտ ենք վերցրել, առաջի, այսպես ասած, փոխօգնող Q-բիտը մենք չափում ենք, բայց արդեն կատարել ենք անսիլիա գործողություն եւ նույնը կատարում ենք Q1 Q2-ի նկատմամբ, այսինքն Q1 սինոթ ենք անում 1-ի հետ, Q2 ենք անում անսիլիա 1-ի հետ, այսինքն 2 բիտ ունեմ անսիլիայի, մեկը տրամադրեցի մեկին, այսինքն ես մի անսիլիան տրամադրեցի մեկին, մեկը մյուսին, այսինքն մեկը Q-բիտ 1-ին, մեկը Q-բիտ 2-ին, այսինքն ես կարողացա 0-ն մեկը անսիլիա անել մեկի միջոցով, մեկը 2-ը անսիլիա անել, այսինքն համապատասխան 2 Q-բիտներին համարժեք դրեցի, 0-1-ին անսիլիա մի տարժեք, 1-2-ին, վերջ, 3 դեպքա զույգ ես իրանց համեմատեցի, հիմա եւ չափումա, սինդրոմ չափումա կատարում, մեսուրմեն չափումա, վերջ, սխալի ուղում, եթե սխալի ուղում չանեմ, մեզ մոտ ուրիշ արդյունք կստացվի, սխալի ուղումն ասում է, եթե հանկարծ 1-0-ա, ես շրջում եմ 0-ն, Q-բիտը, եթե սխալը Q1-ում է, շրջում եմ սա, եթե սխալը Q2-ում է, շրջում եմ սա, դե մեզ մոտ քանի որ այստեղ ենք սխալ արհեստական, մեզ մոտ միայն կաշխատի սա, այսինքն այս ուղումը կաշխատի, եւ արդյունք կստանանք, ինչ ենք բերում, դե կոդավորում ենք անում, այսինքն հետ ենք բերում մեր կոդավորման արդյունքը, որ մեր Q-բիտը դեռ վիճակում է եւ իրան անպայման պետքա փորձենք չափել, տեսնենք որը չափենք, գլխավորը, մեզ մոտ գլխավոր Q-բիտը Q0-ն է, Q1, Q2-ը օժանդակ են, ուրեմն նշանակում է գլխավոր Q-բիտը 0-ն է, եւ սրանք օժանդակներն են, եւ այդ գլխավոր Q-բիտի 0-ի լինել, այտեսեք 0, 0, 0, 0, 0, 1, այդ 0-ն է, եւ մենք դեկոդավորում ենք, Q-բիտ 1 սինոթ ենք անում, վերադարձ Q-բիտի սուպեր դիրքը, այսինքն ես փսին պետքա վերադարձնեմ, ել եմ ասում քվանտային վիճակը չի կարելի խառնել, քվանտային վիճակ կանգնած է, քվանտային վիճակը կանգնած է, դրա համար այս քվանտային վիճակը, որը որ ալիքա, հավանականային է, ֆազային շեղումի պատճառով կարող ենք շեշտել, շատ անգամ փորձել հետո բարձր հավանականությունը ինտերֆերենցիայի միջոցով կստանանք, ինչևից է, այս երկու հրամանները կիրառենք եւ տեսնենք ամեն դեպքում ադամար Q-բիտը, այսինքն զրական Q-բիտը վերականգնեցինք, շատ լավ բառ եմ ասում, այսինքն 0-ն միջնորդներ ունի Q1, Q2, ես ստուգեցի, եթե սխալը տեղի է ունեցել, տարա փոխանջատիչներ, անսիլիաների միջոցով վերականգնեցի
եւ հիմա այդ վերականգնումը սինոդ առաջի բիթը, զրոական բիթը, սինոդ զրոական բիթը, rectangle-ությունը պաշտպանում եմ եւ վերականգնում եմ։ Եվ ես իմ ադամառը կատարեցի։ Վերջ։ Ըստ մեզ, եթե ես վերականգնալ 0, այսինքն 0-1-1-0, արդեն 0-1-0-ն արդեն լավ բան չի։ Ինքը արդեն խախտումով է գնացել, ինքը չգիտի ինչ անի։ Հիմա եթե ես սա վերականգնեմ եւ ինքը ինձ տա measurement-ը նախնականը, այսինքն 0, ապա մեզ մոտ լավ է, ուրեմն մեկը ինքը ջարդել է, ինքը այս մեկը, որ մենք այսա մեկը սարքեցինք եւ վնասեցինք մեր միջնորդ քյուբիտները, միջնորդներից որն էլ փչացավ, մենք վերականգնում ենք, նույնիսկ եթե մեր բիթն է փչանում, էլի վերականգնում ենք, իջևիցե, ահա եւ ծրագիր ավարտված է, այսինքն result finale ասում է, որ չափեք եւ տեսեք ձեր 0-ն պահպանվեց թե չէ, բայց մենք բեք ենք չէ սարքեստը։ Մենք այստեղ իրան սխալի ենք բերել։ Control F-ինք վերջնական քյուբիտի վիճակը 1-0 մնաց, թեկուզ ես իր պահուստայինը 1 եմ սարքել, ես իրան փոխել եմ, ես իր տրամաբանական կամի մեջ եմ դրել, որը 1 պետք է տար կամ անհասկանալի վիճակ, ահա եւ ծրագիրը այս ձևով ավարտված համարենք։ Եվ փոքր ավելացում այս սխեման ինչ է կատարում։ Առաջին նկարագրությունը եւս մի անգամ կատարենք։ 3 քյուբիտ ենք ստեղծում, փորձում ենք Q1-ը տեղադրել, ուրեմն գլխավորն է սխալի ուղումը եւ անսիլա եւ սինդրոմների միջոցով ես կարողանում եմ վերականգնել։ Վերջում սխալի ուղումը կբերի, այսինքն ալգորիթմը սա կրկնեց։ Ոչ մի բան էր, բայց ես մի հատ գրաֆիկորեն կցանկանայի ձեզ ցույց տամ շատ կարճ, եթե հետաքրքիր է կամ հետաքրքիր չի։ Օրինակ ասենք synod date-ը, տեսեք, ադամար 0, այսա է, 0-ն ադամարի տակ է, պարզ է, հիմա, synod, ենթադրենք, սա, synod date-ը քյուբիտ 1, synod 0, 0, 2 քյուբիտների synod ենք սարքում, նայենք, խնդրեմ, սրանից synod-ան սարքում Q1, 0-ի synod-ա սարքում C2, կրկնում է, այսինքն այս բոլորը եռաքի ես կրկնեցի, տեսնենք X-ը որտեղ է, X-ը մեր սխալն է, մենք հիմա սխալ ենք թույլ տալու, այս սա, տեսեք, այս սա, մեր սխալի արկայությունն է, 1 եմ ստեղծում, խնդրեմ, ահա ստացվեց, մի ուրիշ գույնով ցուցադրեմ կամ ավելի շուտ, այս սրանով, որ ինձ համար հեշտ կլինի, ահա, այսա արհեստական 1 ստեղծեցինք, որտեղ այստեղ 0 էր, կոպիաները կա, 0, 0, 0, հաջորդը, synod-ը կատարվում անսիլիայի հետ, synod-ը կատարվում անսիլիայի հետ, հետո եւս մի անգամ synod-ը կատարվում անսիլիա 1-ի հետ, եւս մի անգամ անսիլիա, այսինքն synod-ը կատարվում երկու զապասների, պահուստայինների հետ եւ միանշանակ չափում ենք եւ շրջում ենք սրանք if-ով, եթե if-ը տեղի է ունենում, եթե if-ը չէ, չենք շրջում, այսինքն մենք պետք է շրջենք սխալը, եթե կա, եթե սխալը չկա, չենք շրջում, եւ պարզ է, մի անգամից էլի բերում ենք, այսպես ասած, բանի, քյուբիտի, կարճ ասած, սուպեր դիրքի վիճակ, այսինքն սուպեր դիրքի վիճակ եւ չափում ենք, տեսնում ենք ինչ կատարվեց։ Այս օրինակի մեջ այս երկու հրամանն էլ ցույց տամ, այս մնացած երկուսը չէ։ Այսինքն ես հիմա ձեզ ուզում եմ ցուցադրել կապույտով այս երկու հրամանը։ Ու վերջ, մնացածը դուք սխեմայով կարող եք նայել։ Այս երկու հրամանը, տեսեք, ինչ է տալիս x-ից հետո, այս x-ից հետո synod 0-ն, տեսեք, անսիլիա 0-ի հետ է, synod 1-ը անսիլիա 0-ի հետ է։ Գնանք նայենք։ Նորից ջնջեմ սա, այս մասը ջնջեմ եւ ցուցադրեմ։ Synod, ուրեմն, տեսեք, 0-ն անսիլիա 1-ի հետ է կատարում, synod 1-ը անսիլիա 1-ի չէ, առաջինի հետ, 0-ի հետ։ Հաջորդ էտապում այս հրամանն է կատարում է երկուսի մեջ, երկրորդ, այսինքն զույգ, այս զույգը, եթե տենց վերցնենք, այս զույգը միտեղ է ավարտում, եմի զույգը միտեղ։ Սա սխեման էր։ Այս սխեման չէի ասի, որ ինձ հիմա խառը ստացվեց, բայց փորձեցի բացատրել մի շատ կարևոր ծրագրային Q շարփով գրած ծրագրային հնարք, որ քվանտային սխալների ուղումը եւս մի անգամ, քանի որ նրանք
դեկոգերենտության վտանգ ունեն, ապա պետք է կարողանալ դրանք սխալները ուղղել տարբեր ձևեր կան։ Սխալների ուղղման ամենամեծ վտանգը նա էր, որ կլոնավորման օրենքը մեզ մոտ հանված է, քանի որ կլոնավորել չէր կարելի, ապա մենք հենց հիմա ինչ որ հնարք կատարեցինք այս սխեմայով եւ այլն, ինչ որ հնարքի միջոցով մենք կատարեցինք, կարճ ասած, սխալի ուղում եւ ստացվեց որ մեր երկրորդ Quebec բիթը, որը մենք կարճ ասած փոխել ենք վիճակը, վերականգնվեց իր քվանտային վիճակը,